Ես Տիգրան Օհանջանյանի մայրն եմ, դեպքը տեղի ունեցել 2007 թվականի օգոստոսի 30-ին, արդեն 18 տարի, այս գործը քննվում է Հայաստանի Հանրապետությունում և ինչպես պարոն Պապիկյանն ասեց, արդեն ունենք Եվրոպայի վճիռ, իսկ Հայաստանի Հանրապետության դատա իրավական համակարգը, քննչական մարմինները ոչինչ չեն անում երկրի գլխավոր դատախազի ու վարչապետի հետ միասին, առավել ևս, որ նրանք խոստացել էին, որ ամեն ինչ կանեն, որպեսզի այս գործերը բացահայտում ունենա։ 18 թվականին հենց ինքը Փաշինյանը իջավ ներքև, կառավարության մոտ մենք ակցիա ենք անում, իջավ եւ ասեց, սրանք անպայման, այս գործերը անպայման պետք է բացահայտվեն։ Տարիների ընթացքում 18 թվականից մինչև առայսօր իրանց այդ գործերի փոփոխությունն եղել այն, որ հանձնաժողով են այդքան մեր բողոքներից հետո հանձնաժողով են ստեղծել եւ հանձնաժողովը վերանայել է այդ գործերը, վերլուծել է, արդյունքում տվել է, որ Տիգրան Օհանջանյանի գործով 150 էջանոց ապացույց կա, որ չի համապատասխանում պաշտոնական վարկածին, որ կատարվել է սպանություն, ոչ թե դժբախտ պատահար։ Ինչ եղավ։ 150 էջանոց ապացույցը ինչ եղավ։ Ես խոսքս միշտ ուղղել եմ Տիկին Վարդապետյանին ու Նիկոլ Փաշինյանին։ Ուր մնաց ձեր խոստումները։ Հա, գիտենք, որ սուտ ասանեք, բայց այդ աշճանի, որ հայտարարեք ազգային ժողովում Տիկին Վարդապետյանը հայտարարեց, որ ի սկզբանե վերացրել են Տիգրան Օհանջանյանի գործի իրեղեն ապացույցները։ Ի սկզբանե վերացրել են, ով է վերացրել։ Դուժողի իրավահաջորդը վերացրել են քննիչները, դատախազները, որոնք մինչև առայսօր չեն պատժվել։ Եթե նախկինների ժամանակ են սպանել իմ երեխուն, իրենք նախկիններին թող մեղադրանք առաջադրեն եւ առավել ևս, որ իրենք ուսումնասիրել են եւ պարզել են, որ այս գործերը հենց իմեն Տիգրան Օհանջանյանի գործը սպանություն է։ Ով կա այս սպանության հետևում, որ նույնիսկ իշխանությունը Նիկոլ Փաշինյանն ու Աննա Վարդապետյանը վախենում են բացահայտեն։ Մինչև առայսօր ոչինչ չեն արել։ 22 թվականին Նիկոլ Փաշինյանը ընդունեց մեզ, մայրերիս, հանձնաժողովի անդամներին գլխավորությամբ Տիկին Վարդապետյանին, ինքն էր զեկուցում, ինչ գործողություններ են կատարել։ Շատ պարզ հայտարարեց, որ այս բոլորը մայրերը էմոցիոնալ չէին, այս բոլորը սպանությունները, որը պիտի վերավորակում ստանա։ Ով է դրա մեղավորը։ Դատախազները, քննիչները, այն դատախազները, այն քննիչները, այն գործը հսկող քննչական մարմինները հիմա բոլորը գլխավոր պաշտոններում են, ավելի ոչ մեկը պատասխանատվության չենթարկվեց, Հայկ Գրիգորյանից սկսած, Կրկաշարյան Արտակից վերջացրած, մնացած հիմիկվա գործը հսկող դատախազը, որը երկար տարիներ 5 տարի եղել է Կարեն Հարությունյանը, զինվորական դատախազ, իսկ այսօր ինքը տեղակալը Էլիզբարյանի տեղակալն է։ Այսինքն, եթե այս սպանությունները կարողանում են լավ կոծկել, առաջ խաղացում են ստանում և պաշտոնների բարձրացում։ Իսկ ով է այս գործերի հիմնական սպանություն կատարող անձը, ասեմ, ես համոզվեցի, ես 18 տարիների ընթացքում համոզվեցի, որ հրամանատարությանը զակաս են տալիս, հենց թեկուզ չեմ վախենում ես բառը ասելուց, պաշտպանության նախարարությունը հրաման է տալիս, նրանք էլ սպանությունները կատարում են, որպեսզի այս
բանակ չծառայած իրանց երեխեքը, որը որ ոչ հիվանդ են, ոչ մի բան ու մեծ թվերով ազատվում են բանակի ծառայությունից դեռ այն ժամանակվանից 2007 թվականից մինչև առ այսօր դա շարունակվում է եւ ով հիվանդ է ծառայում է, որովհետեւ հենց իմ տղայի զորամասում այդ օրը, որ դրանից հետո դեպքը կատարվել է, մի նորակոչիկ վատացել է ընկել է, իմ տղաս մոտեցել է, որ օգնություն ցույց տա բան, այդ երեխեն հիվանդ է եղել, էպիլեպսիայով հիվանդ է եղել այդ երեխեն, իսկ ինչի է հայտնվել բանակում 2007 թվականին, ինչի է հայտնվել բանակում, ուրեմն մի առողջ երեխայի տեղա չէ գնացել ծառայելու, մինչև առ այսօր է շարունակվում է, եթե երկրի ղեկավարները Նիկոլ Փաշինյանից սկսած չեն ծառայել, ինչ են իմանալու, զինվորի կյանքը ինչ է, զինվորի մահը իրանց համար այսօրվա իշխանության համար կոպեկի նշանակություն չունի,